Պարոն Սարգսյան, ՆԱՏՕ-ի գաղափարաժողովի մասին եմ ուզում սկսենք մեր զրույցը, հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այս գաղափարաժողովին, ինչքանով այն հետաքրքիր մեզ համար հաշվի առնելով ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայությունը եւ մեր բարձր մասնակցությունը, բարձր մակարդակով մասնակցությունն այս գաղափարաժողովին եւ հատկապես այդ հոբ համաձայնագրի վավերացումից հետո, երբ նշվում էր, որ սա ավելի շատ ուղղված կլինի նաեւ ՆԱՏՕ-ի դեմ։ Նախ ասեմ, որ շատ կարևոր է մեզ համար, շատ կարևոր է ոչ միայն այն առումով, որ Հայաստանը տերորիզմի դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ տեղեր ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ պայքարում է տերորիզմի դեմ, կրկնակի կարևորվեց նաև, որ Վրաստանը շատ լուրջ քայլերով դեպի ՆԱՏՕ գործընթացներ է տանում եւ առաջիկայում կարող է հայտնվել եւ շատ հնարավոր է, որ պիտի որ կհայտնվի այդ միավորման մեջ, այսինքն մենք կունենանք արդեն ՆԱՏՕ-ի անդամակից երկու հարևան երկիր, որոնցից մեկը ակնհայտ մեր բարեկամն է, իսկ երկրորդի հետ որոշակի ժամանակ առաջ գործընթացներ գնացին, սահմանները բացելու, պատմության հետ առերեսվելու, սեփական տնտեսական, քաղաքական շահերը գնահատելու, վերագնահատելու եւ այդ կոնտեքստում նաեւ Ղարաբաղի հիմնահարցը լուծելու առումով։ Այս առումով անելիքներ շատ կան եւ շատ կարեւոր է եւ շատ ճիշտ կլինի, որ նման հանձնաժողովներում մեր պետությունը ներկայանա առաջի դեմքերով կամ լուրջ դեմքերով, եթե ոչ առաջին դեմքով։ Ինչ սպասելիքներ ունենք, սպասելիքները չեն կարող լինել այնպիսին ինչ ունի Վրաստանը, ես Վրաստանի սպասելիքներին բարի նախանձով եմ նայում իսկապես, ես տեսնում եմ, որ վաղ թե ուշ մեր ուղին էլ է այդտեղ, մեր ճանապարհն էլ է այդտեղ, գնալով բարեբախտաբար մեր հանրությունն էլ է հասկանում, որ ճանապարհը դա է, որ այն ենթատեքստում, որում մենք հայտնվել ենք, բավականին բարդ է Ռուսաստանին բարեկամ համարելը, ի նկատի ունեմ թե զենքի մատակարարումները Ադրբեջան, թե Հայաստանի զենքի մատակարարման ուշացումները, թե պատերազմի մասով նույն հանրապետականի Սերժի թիմի տարբեր մասնակիցների մոտեցումները մամուլով եւ ոչ մամուլով։ Եվ այս առումով մեր հանրության համար արդեն ակնհայտ է դառնում եւ հակված եմ, որ այս ուղղությամբ պիտի լուրջ քայլեր արվի։ Ինչպես կարող է սահմանվել Ռուսաստանի կողմից, ինչպես հաղթի սկզբում նշեցի Ռուսաստան ՆԱՏՕ դիմակայության ֆոնին Հայաստանի մասնակցությունը, մենք ճիշտ է մի քանի սուր հայտարարություններ հնչեցրեցինք այս ընթացքում, զենքի վաճառքի հետ կապված դժգոհություններ եղան, նման քայլերը դեպի ավելի շատ արևմուտք, ՆԱՏՕ, Եվրամիություն ուղղված Հայաստանի ի վերջո կարող են Ռուսաստանին այսպես ձևակերպեմ զայրացնել նաեւ։ Իհարկե կարող են, իհարկե իմ կարծիքով Հայաստանի իշխանություններն էլ են դա հասկանում, դա մեր պարագայում օրակարգային է, ակնհայտ է։ Հավատացեք, որ այդ 200 միլիոնի զենք զինամթերքի ձեռք բերելու ավելի լավ տարբերակ էլ կա, Չինաստանից այդ զենք զինամթերքը ձեռք բերել, բայց Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ առաջին իսկ փորձի դեպքում Ռուսաստանը Ադրբեջանին հրահրելու է պատերազմին։ Այսինքն այս բաները իմանալով Հայաստանի իշխանությունները հետևություններ չեն անում։ Իրենք համարում են, որ այդ փակ տեղ են ընկել, դա ոչ մի տեղ չտանող տեղ է, այսինքն ուրիշից զենք վերցնել չեն կարող, որտեղ նա հրահարի պատերազմի, այնտեղից էլ զենքը չի տալիս ու ստիպված օդային տարածք են տալիս, ստիպված այդ թմրամոլի նման օր-օրի լրացուցիչ կախվածությունների մեջ են ընկնում։ Դա նաև գալիս է նրանից, որ Հայաստանի իշխանությունները իրենց իշխանությունը ձեռք են բերել Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ, չափից ավելի խոցելի են նրանց համար։ Նրանք են որոշում Հայաստանում, որ պաշտոնը ով պիտի զբաղեցնի, առավել եւս ուժայինների պաշտոնները, եւ այս առումով արդեն խնդիրը նրանում է, որ մեր երկիրը իր անկախության հիմնական մասը կորցրել է։ Դա վերականգնելու համար Սերժ Սարգսյանը մի քանի ներքաղաքական գործընթացներ փորձեց անել, մասնավորապես այդ անհետ սահմանադրության հանրաքվեն, որ փակուղու առաջ կանգնեցրեց մեզ եւ այս պատերազմական գործողությունները ցույց տվեցին, եւ նաեւ այդ խնդրում է, որ Ղարաբաղի հարցով ճնշումները իր վրա կմեծանան։ Սերժ Սարգսյանը պիտի հասկանա, որ պաշտոնը
կրակի նման է։ Այդ սկզբից լուսավորում է, հետո տաքացնում է, հետո այրում է։ Սերժ Սարգսյանը հասել է դրան։ Ինքը այրվում է արդեն ու այդ այրվելուց դուրս գալու ելքեր փնտրելու փոխարեն փորձում է էլ ավելի խորանալ ամեն ինչում, ինչը իմ կարծիքով վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։ Մանրատիպ հանդիպումների մասնակցությունը նշեցիք, ելքեր փնտրելու փոխարեն էլ ավելի է խորանում, ինչ որ չափով մանևրելու տեղ են թողում Սերժ Սարգսյանին, ինչ եք կարծում, ամեն դեպքում փորձել քայլեր անել դեպի Արևմուտք, դեպի Եվրամիություն, դեպի ՆԱՏՕ, օրինակ նման մակարդակով մասնակցությունը, կես քայլ գոնե կարող ենք գնահատել մանևրելու Միանշանակ կարող են գնահատել մանևրելու հնարավորություն, համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը շատ երկար քաղաքական փորձ ունի, երևի քաղաքական դաշտի ամենափորձառու Լևոն Տեր-Պետրոսյանից հետո պետական ու քաղաքական գործիչն է, որը տեղյակ է ամեն ինչից եւ ինքը իր համար որպես անձ վստահաբար գնահատել է, թե որ երկրներն են այս տարածաշրջանում Հայաստանին բարեկամ, որ երկրների հետ է, որ այսօր Հայաստանի շահը համընկնում է, դժբախտաբար Սերժ Սարգսյանը պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, ով իր սեփական շահը գրեթե քաղաքական գործընթացներում միշտ գերադասել է պետական շահին, կախվածություն ունենալով հիմնականում Ռուսաստանից ու այդ կախվածությունը ինչ հիմք, ինչ հենք ունի, այդ հարցի այլ կողմն է, բայց այդ կախվածության հետևանքում է, որ մենք ունենք այսօրվա Հայաստանը եւ ասեմ, որ դրա մեղավորը միայն Սերժ Սարգսյանը չի, իրենից նախորդ եղած նախագահներն էլ են հիմնականում այդ ուղին դրել, ուղղակի Ելցինյան Ռուսաստանը բացարձակ ուրիշ բաներ, այս հասկանալ է պետք, այնտեղ մնացած հանրապետություններին ասում էին դուք գնացեք ու մենք առանց ձեզ շատ լավ կապրենք, Պուտինյան Ռուսաստանը ընդհանրապես ասում է դուք պիտի աշխատեք, մենք պիտի ապրենք, որտեղ մենք գերհզոր ենք, որտեղ մենք պիտի աշխարհակաղակական ոչ թե ռեգիոնալ ուժ դառնանք, այլ աշխարհակաղակական ուժ դառնանք, եւ այս ենթատեքստում այսօր շատ խնդիրներ կան, որոնցում Սերժ Սարգսյանը տեսնում է, որ իր շահերը եւ Արևմուտքի շահերը, թե Հայաստանի, թե իր իշխանավարությունը պահելու առումով համընկնում է եւ հենց իշխանությունը պահելու համար նման ընդառաջ քայլեր է անում։ Օրինակ Ղարաբաղի հարցով այսօր այն մոտեցումը, որ պնդում է Սերժ Սարգսյանը, ստեղծել համապատասխան իրավիճակ, որը վստահության մթնոլորտ կձևավորի իր եւ Ալիևի միջև Ղարաբաղի հիմնահարցը քննարկելու առումով Վեննայի գագաթաժողովը, որը Միացյալ Նահանգների կազմակերպվածն էր, հիմնական խնդիր դրեց դրանում եւ այս առումով համընկնում է եւ պարզ է, որ այդ ուղղությամբ ինքը խորանալու է։ Դա չի նշանակում, որ ինքը երես է թեքել Ռուսաստանից։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ թե իր կուսակցությունը եւ թե իր հետ կոալիցիա կազմած կուսակցությունների մեծ մասը ռուսական ազդեցության դանդաղ գործունեության ռումբ են իր տակը դրած եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ իր ենթականերից շատ-շատերին, եթե Ռուսաստանից այլ հրահանգ լինի, Սերժ Սարգսյանը միանշանակ դա է անելու։ Քանի որ Վիեննայի հանդիպումից խոսեցիք, դրան հաջորդեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, հաջորդ հանդիպումն ամենայն հավանականությամբ Փարիզում տեղի կունենա, կարծես Մինսկի խմբի համանախագահների շրջանակում էլ դասավորվածության սկզբունքով է գնում կազմակերպումը հանդիպումների։ Ամեն դեպքում չեն դադարում խոսակցություններ այն մասին, որ կուլիսային բանակցությունների շրջանակում նորից շրջանառության մեջ այդ Կազանի հայտնի փաստաթուղթը հեռախոսազրույցներ են տեղի ունենում, որոնց մանրամասների մասին հասարակությունը տեղյակ չի լինում բանակցությունների իմաստով, կա մտավախություն իսկապես, որ առանձին պլանի, առանձին ռուսական սցենարի մասին կարող է խոսքը լինել եւ վերջում նոր հասարակությունը տեղեկանա այդ մասին։ Նախ ասեմ, որ հետևելով գոնե մամուլում տեղի ունեցող գործընթացներին, ես այն կարծիքին եմ, որ երկու նախագահներն էլ սեփական ժողովրդից բան են թաքցնում,
Իհարկե Ալիևը անհամեմատ ավելի շատ է թաքցնում եւ ավելի շատ է կեղծում, որովհետեւ Ղարաբաղի մասով իր այդ մոտեցումը, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել եւ այլը, այս խնդիրները խոսող մարդը գոնե Գերմանիայում Մերկելի այդ հանդիպման ժամանակ, երբ որ վերջինս խոսեց մադրիդյան սկզբունքներից, պիտի հակադարձեր, որովհետեւ մադրիդյան սկզբունքները ոչ այլ ինչ են, քան տարածքներ կարգավիճակի դիմաց։ Ինքը պիտի ասեր ոչ, կարգավիճակի խնդիր չեմ կա։ Այսինքն ինքը բանակցային գործընթացներում ուրիշ բան է ասում, իր ժողովրդին ներքին սպառման համար բացարձակ ուրիշ բան։ Մյուս թևը Սերժ Սարգսյանն է այստեղ ներկայացնում է, որ իրենք քննարկում են միայն վստահության խնդիրը, սահմանների տեսազնման խնդիրը եւ այլ հարց չեն քննարկում։ Այստեղ էլ հակված չեմ հավատալու, ավելին համարում եմ դա ոչ ճիշտ մոտեցում, որովհետև բանակցություններում պետք է քննարկվի խնդրի լուծումը։ Եթե կա խնդրի լուծման առումով գործընթաց, այդ դեպքում սահմաններում չի կրակվում, որտեղ այդ դեպքում սահմանում կրակել ուղղակի մարդասպանություն է, եթե խնդիրը լուծում են բանակցային։ Իսկ եթե խնդիրը բանակցային լուծում չկա, փակուղի է, այդ դեպքում ելքը մեկն է պատերազմը։ Ու որ կողմը կսկսի, ում կողմի տեղն ավելի նեղ է, նա էլ սկսում է։ Ու շատ բնական է, որ այս պարագայում տարածքներ կորցրած Ադրբեջանն է, ինքն էլ պիտի սկսի։ Այստեղ չգիտեմ, Կասպրչիկի հանձնաժողովը մեծացնելու կամ չմեծացնելու խնդիրը չկա։ Սա ակնհայտ է։ Պետք չի անմեղսունակի տեղ դնել ու չպատկերացնել, թե ինչի։ Հայաստանը ինչի պիտի սկսի։ Անունի ինչ դնի, որ վերսկսի։ Չկա դրդապատճառը, չկա, մոտիվը չկա։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունում սա բոլորն են հասկանում։ Ինչ վերաբերվում է Կազանյան տարբերակին, ես ասեմ, որ բացի Մեղրի դավաճանական տարբերակը, որը դնում եմ մի կողմ, որը քննարկման թեմա չի, մնացած տարբերակների մեջ ամենաանհաջող տարբերակը, ես համարում եմ Կազանյան տարբերակը, որը խնդրի լուծում չի, որը խնդրի սառեցում է, մեզ ոչինչ չտվող բանում։ Այսինքն Կազանյան տարբերակը ոչ թե տարածքներ կարգավիճակի դիմաց է, այո, այդ ամեն չթողվում է անորոշության։ Այդ տարածքներ կարգավիճակի դիմաց չի։ Տարածքները տալիս է, իսկ կարգավիճակը չկա։ Եվ այս տարբերակը իհարկե ձեռնատու է ռուսներին։ Եվ դրա համար է, որ իրենք պնդում են, որ այդ տարբերակը տեղի ունենա, որտեղ հակառակ դեպքում իրենք կորցնում են լծակները թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա։ Խնդրի լուծումը բերելու են նրան, որ Հայաստանը շատ կարճ ժամանակում միանգամից տեղափոխվելու է արևմտյան արժեքների դաշտ, եվրոպական արժեքների դաշտ, իր զարգացումը տեսնելու է այդ ուղղության վրա, ու մոտավորապես մեր հարևան Վրաստանի օրինակով անցնելու է պայմանագրային զինվորական ծառայության, անցնելու է գոնե համազոր ռազմական փոխգործակցության ՆԱՏՕ-ի հետ եւ այլն։ Այդ Եվրասիական անհետեթ միությունից միանշանակ դուրս է գալու, որտեղ այդտեղ վնասից բացի օգուտը չկա։ Այս հասկանալով իհարկե Ռուսաստանը սրան դեմ է եւ այս ենթատեքստում իրենք փորձելու են այդ Կազանյան տարբերակը տանել։ Բայց բարեբախտաբար դիմացի կողմն էլ այնպիսի կոպիտ սխալներ է անում, որի արդյունքում այդ հնարավորությունը գնալով ավելի քիչ հավանական է դառնում։ Ի նկատի ունեմ Ալիևի հանդիպումներում այլ տեսակետներ ասելը, հետո դրանց հակառակն ասելը, նույն, ասենք, Վեննայից հետո կամ նույն Պուտինի հետ հանդիպումից հետո գաղտնիքներ բացելը, ինչ արդեն Ռուսաստանի արտգործնախարարության առումով ասեցին, որ այդ լավ չի բերանբացությունը եւ այլ։ Նկատի ունեմ սահմանին այս վերջի երեկվա հենց տեղի ունեցած դեպքը, այսինքն այդ դեպքերը ավելի են ուժեղացնում Սերժ Սարգսյանին, հիմնավորում են, որ փոխադարձ վստահության համար ուղղակի պետք է տեղազնման սարքերը տեղադրվեն, որտեղ Ալիևը միևնույն է, ինքը ես համոզված եմ, որ մեր զինվորների եւ նրանց հետ դիրքերում եղած սպաների հերոսության ու անձնազոհության արդյունքը եղավ է այն, որ նաեւ Ալիևի աչքը վախեցավ եւ առաջիկա երկար ժամանակ դեռ ինքը չի փորձելու որևէ լայնամասշտաբ բան անելու։ Նա աչքը վախեցավ։ Երկրորդ ինքը կասկածեց նաեւ այդ խաղի անկեղծությանը։ Արդյոք իր վրա չէին սարքել, որ պինդ հակահարված տային եւ պիտի կասկածի էլ այդ ուղղությամբ, որովհետեւ ովքեր կհավատան ռուսների վստահությանը, այնքան էլ լավ օրի չեն լինի, մենք դրա փայլուն օրինակն ենք։ Եվ այս առումով կարծում եմ, որ
սահմանին նորից հրահրումները, դիվերսիոն որևէ փորձերը էլ ավելի հիմնավորելու են, որ մարդիկ ասեն Վեննայի պայմանավորվածությունները պիտի կատարվի։ Եվ դա յոգուտ է մեզ, միանշանակ յոգուտ է մեզ։ Պարոն Սարգսյան, ամփոփելով դուք այս քառօրյա պատերազմի հենց ամենասկզբից նշում եք, որ սա առանց Ռուսաստանի իմացության, առանց Ռուսաստանի դրդման չի կարող լինել, կային նաև հակառակ տեսակետները, որ սա հրահրել է Թուրքիան Ռուսաստանին դեմ լինելով, այն ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները բավականին լարված էին։ Այս վերջին ռուս-թուրքական հաշտեցման ֆոնին Ղարաբաղյան ճակատում ինչ կարող ենք տեսնել, եթե նախկինում նշվում էր, որ սա կարող է Թուրքիայի դրդման լինել ի վնաս Ռուսաստանի։ Մենք ընդհանրապես այս հաշտեցումից, ռուս-թուրքական առճակատումից շահում ենք, թե կորցնում ենք։ Ես ընդհանրապես միշտ են կարծիքին եմ, որ ցեղասպանության ենթատեքստում կարևորը Թուրքիայի ճանաչումն է։ Ես շատ հարգում եմ այն երկրներին, ովքեր բարոյական ու մարդկային արժեքները գլխավոր են համարում եւ դա անում են իրեն ժողովրդի համար, դա մեր համար չեն անում։ Կճանաչի Միացյալ Նահանգները ցեղասպանությունը, թե չէ, Օբաման կհայտարարի դա թե չէ, իմ համար այդքան էլ էական չի։ Ինքն անելու է իր ժողովրդի համար։ Իմ համար շատ կարևոր է, որ Թուրքիան առերեսվի ու Թուրքիան ճանաչի, որ ճանաչելուց հետո է, որ ես կունենամ հարևան Թուրքիա, ում չեմ կասկածի, որտեղ կլինի այդ վստահության մթնոլորտը։ Ես միշտ կողմնակից եմ եղել ինքնուրույն հայ-թուրքական հարաբերություններ ձևավորելուն։ Եվ այսօր էլ այն տեսակետին եմ, որ միանշանակ արժի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել։ Դա պիտի անկախ Թուրքիայի կամքից առաջին հերթին հենց մենք վավերացնենք։ Խնդիրը թողելով իրենց, կվավերացնեն իրենք, չեն վավերացնի իրենք, դրա պատասխանատուն իրենք են։ Մենք ուզում ենք հարևանների հետ ամեն ինչ մի կողմ դրած ունենալ բաց սահմաններ, շփվել այդ առումով։ Մենք մեր խնդիրները Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, Ադրբեջանի հետ կապված չենք կապում Թուրքիայի հետ, ուզում ենք, որ իրենք էլ չկապեն, եւ այս ենթատեքստում աշխարհաքաղաքական առումներով մենք բազմաթիվ խնդիրներով շահած ենք դուրս գալիս։ Այս շահերը հաշվի առնելով էր, որ Սերժ Սարգսյանը գնաց դրան այդ ծանր իրավիճակում իր իշխանությունը պահելու համար։ Ես չեմ բացառի, որ հիմի ինքը նորից գնա դրան իր իշխանությունը այս ծանր իրավիճակից պահելու համար, բայց նաև ռուսական ճնշումները այսօրվա գործող իշխանության վրա ու անվստահությունը ես տեսնում եմ, որ օր-օրի ավելանում է եւ այդ առումով իսկապես Սերժ Սարգսյանը հայտնվել է շատ փակ ու ծանր իրավիճակում։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը հասկանար մի բան։ Ես չեմ առաջարկում, որ մենք դառնանք Ռուսաստանի թշնամին, որ ռուս ժողովրդին համարենք վատը։ Մենք տեսել ենք Ելցինի Ռուսաստանը, տեսնում ենք այսօր Պուտինի Ռուսաստանը, մենք պիտի հասկանանք, որ ռուս ժողովուրդը նաև Նեմցովներ, որ այդ ժողովուրդը այսօր ինքն էլ իր կյանքից գոհ չի, որ այսօրվա Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատ լինելը, որը անդրադառնում է նաև մեր վրա, ռուսական այսօրվա գործող իշխանությունների ապաշնոր ու ապատնտեսական, ապա աշխարհաքաղաքական քաղաքականություն վարելուց է ու մեծամտությունից։ Մենք այս բաները պիտի հասկանանք ու մենք ճիշտ ուղղության վրա գնանք։ Մենք պիտի կողմնորոշվենք այս ռուսական արժեքները փառաբանող կուսակցությունները, որոնք այսօր խորհրդարանում կուրս են ծեծում, որոնք բոլոր ընտրություններում այդ թևի վրա են եղել, այդտեղ են տեսել փրկությունը ու իրենց ընդդիմություն են համարում, ինչով են ընդդիմություն գործող իշխանությանը, չէ՞ որ գաղափարական դաշտում նույն հարթության վրա են եւ նույն ընտրազանգվածի վրա են գնալու ընտրություններում։ Մեր ժողովուրդը պիտի հասկանա ու իր քվենտային ուժերին, ովքեր Հայաստանի ինքնուրույնության անկախության կողմնակից են, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական արժեքների շրջանակներում, եվրոպական ընտանիքի շրջանակներում, կեցության կենցաղի, մարդկային հարաբերությունների նման դաշտում եւ անկախ նրանից ինչքանով են այդ կուսակցությունները հին, նոր ճանաչված ընտրությունն է ստեղ անեն, որտեղ հինը նա է, ինչքան էլ նոր է ստեղծվել, միևնույն է հին է։